Իսլամաբադում բանակցությունները ձախողվել են, կողմերը միմյանց մեղադրում են, հնչում են ռազմական սպառնալիքներ, իսկ Հորմուզի նեղուցը կրկին ուշադրության կենտրոնում է։ Կլինի նոր բախում, թե դեռ դիվանագիտական ելք կա։ Այս մասին կզրուցենք քաղաքական վերլուծաբան Իրանագետ Դավիթ Կարապետյանի հետ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ այսպես ինչն էր 21 ժամ տևած բանակցությունների առանցքում, որ այդպես էլ չկարողացան կողմերը ընդհանուր հայտարարի գալ, որ հարցն էր ավելի շատ կողմերի համար նրբանկատություն պահանջում։ Դա ինչպես նշեցիք, իսլամաբադյան բանակցությունները հոդս ցնդեցին, ամբողջ դիվանագիտական ջանքերը իսպառ բացակայում են այս պահին, որպես այդպեսին ձեռնունայն գնաց J.D. Vance-ը, որպես Միացյալ Նահանգների կողմից գործուղված բանակցող, Ղալիբաֆը իր հերթին պաշտոնական հայտարարությունը տարածեց, եւ եթե ուղիղ անդրադառնանք ձեր հարցադրմանը, պատկերը հետեւյալն է. Միացյալ Նահանգները չբավարարվեցին նրանով, որ իրենց համար կարմիր գիծ էր Հորմուզի նեղուցի ապաբլոկավորումը, իրենց համար կարմիր գիծ է ուրանի հարստացումը, ընդ որում այս համատեքստում նրանք պարտադրում էին իրանական կողմի 400 կիլոգրամ եւ ավելի ուրանի դուրսբերումը Իրանի տարածքից, նրանց պահանջներից էր ընդհանրապես միջուկային օբյեկտների չշահագործումը եւ վերացումը, այսինքն լիկվիդացումը անգամ, այսպես ձևակերպում կար։ Իրենց համար, այո, նաեւ պահանջներից էլի կան որոշ պահանջներ, որոնք որ կուլիսային չեն, այսինքն այս մասով 3 հիմնական գլխավոր պահանջները չեն բավարարվել։ Բայց ինչի համար է սա ասում։ Պահանջները իրենց կողմից չեն բավարարվել։ Այստեղից արդեն պետք է գանք թե իրանական կողմը, օրինակ Իրանի խորհրդարանի ղեկավար Ղալիբաֆը իր հայտարարության մեջ հետևյալն է ասում, ասում է մենք պայմանավորվել էինք մինչև այդ պահը, որ ուրեմն տարածաշրջանի իրենց համակիր երկրների հանդեպ որևիցե ռազմական գործողություն չպետք է տեղի ունենա։ Խոսքը վերաբերում է լիբանանյան սցենար, ընդ որում ասեմ, երեք գիշեր Լիբանանի վրա, Լիբանանի հարավում կիրառվեց ուրեմն ռումբի մի տեսակ, որը մեզ հայտնի է քիմիական այդ զենք ասվածը, որը կիրառվեց այնտեղ։ Այսինքն պայմաններից դա էր, պայմաններից մեկն էր, որ ակտիվների աբասառեցում, աբաբլոկավորումներ, որը տեղի չունեցավ, իհարկե Միացյալ Նահանգների կողմը ասաց, որ մենք 6 միլիարդի ուրեմն մասը կարող է Հարավային Կորեայի կամ Կատարի միջոցով տրամադրենք ձեզ, այսինքն այսպես փոքրիկ խայձեր իհարկե ըստ իս, բայց ակտիվների աբասառեցումներ տեղի չի ունեցել, այսինքն բազմապիսի հարցեր կան, որոնք որ իրենց տրամաբանական ավարտին չեն եկել եւ կուլմինացիան եղել է, որ այս հարցերի շուրջ չի եղել կոնսենսուս։ Հիմա պարզ է, որ այդ ամեն ինչի մեջ նաեւ միջուկային գերնպատակը միջուկային ծրագրի շահգործման դատարեցնումն էր, որը որ տեղի չունեցավ։ Հետևաբար կողմերը հանգեցին այն եզրակացությանը, որ նոր շրջափուլ է մտնում էսկալացիայի, որը կլինի ծովային պատերազմի տեսքով։ Այսինքն կարող ենք ասել, որ հենց սկզբից կողմերը ներկայացել էին բանակցության բոլորովին տարբեր նպատակներով։ Այսինքն կողմերի ցանկությունները եւ պահանջները իրարամեժ էին եւ տրամագծորեն հակառակ ուղղությամբ էին։ Շատ ճիշտ եք, մեր նախորդ հարցազրույցի ժամանակ մենք արձանագրեցինք միասին, որ 10 կետեր էր առաջարկվել Միացյալ Նահանգներին Իրանի կողմից եւ հետեւաբար 10-ից 15 կետ էլ ուներ Միացյալ Նահանգները եւ փաստացի այդ կետերի շուրջ մինիմում 6-ի շուրջ չկա համաձայնություն, հետեւաբար որքան էլ դիվանագիտական ջանք ու եռանդներ դրվեր, ես որքան էլ լավատես եմ, ես տեսա, մենք արձանագրում ենք այս պահին, որ արդյունքը նեգատիվ է։ Հետեւաբար կողմերը անցնելու են, ինչպես ասեցի, մեկ այլ մեթոդի, դա արդեն ծովային պայքարի տեսք է ստանալու, որովհետեւ հենց հիմա Միացյալ Նահանգների դեմս նախագահ Թրամփի հրահանգել է ռազմածովային ուժերին, ուրեմն շրջափակել Պարսից ծոցի ավազան մտնող Հորմուզի հարակից շրջանների ծովային տարածքները, այսինքն արաբական ծովը, եւ այնտեղ է ուղղորդված
բազմաթիվ տանկերներ, որոնց առաջ դրված է հետևյալ խնդիրը. բոլոր այն նավերը, որոնք մտնում են Հորմուզի նեղուց եւ դուրս են գալիս, անխտիր բոլորը պետք է կամ ձերբակալվեն, կամ զննության անցնեն, որոնք որ ինչ որ ըստ իրենց պատկերացումների դե ֆակտո, այսպես ասած, ուրեմն սահմանափակման տակ միայն Իրանի ներքո գործող այդ նավերը, որոնք մուտք ու ելք ունեն, պետք է այսպես կոչված ռեկետային սահմանատուրքերը, որ սահմանվել են, նրանք պետք է ձերբակալվեն։ Հետևաբար, այսինքն հիմա ծովային զարգերակը, առևտրային զարգերակը համարվող Հորմուզի նեղուցը առավել եւս հիմա շրջափակվեց, այսինքն պատկերացնում ենք նաեւ տնտեսական կոլապսը ինչ մագարտակի հասնելու, նավթի գները ուր են հասնելու, հա, ել չասեմ բորսաներում ինչա տիրելու հիմա։ Հետևաբար դա նշանակում է նաեւ, որ ռազմածովային հագամարտության ականատեսն ենք դառնալու եւ ստացվում է, որ այն երկրները, որոնք գոնե չինական յուան վճարելով կարող են իրենց տանկերները հարգից տեղափոխել տերմինալից ուրեմն նավթարդյունաբերական իրենց երկրներ, գոնե հիմա նրանք այլևս, այսինքն հիմա էլ չեն կարող դրանից օգտվել։ Հետևաբար սա համաշխարհային տնտեսական կոլապսի ականատես ենք դառնալու, ել չասեմ, որ ինչպիսի պատկեր կարող ենք արձանագրել ծովային, արաբական ծովի ավազանում։ Ուշագրավ է, որ բանակցություններից հետո Թրամփը հայտարարեց, որ իրեն միևնույն է Իրանը կվերադառնա բանակցությունների, թե չի վերադառնա։ Սա ինչ հայտարարություն է, ինչի մասին է խոսում։ Դե տեսեք, օրեր առաջ մենք ականատես դարձանք այնպիսի մի հայտարարության, որ բոլորի մոտ, անգամ ամերիկացի ժողովրդի մոտ տագնապ առաջացրեց, խոսքը վերաբերում էր Թրամփի քաղաքակրթությունը ոչնչացնելու մասին, հա, հետևաբար հասկանում ես, որ այդ մարդը շատ դեպքերում երարամերժ հայտարարություններով է հանդես գալիս, բայց նա այն արկածախնդիր պատեհապաշտն է, որ իր ավանտյուրիստական քաղաքականությամբ կտանի դրան, չի բացառվում կտան, ինչքան էլ որ իրեն հորդորում են օր առաջ ձերբազատել իրեն նման ռազմական արկածախնդրություններից, ընդ որում ես առավոտյան լսում էի նախկին պետքարտուղար Ջոն Քերիին, որը որ այսօր բաց խոսում էր ճագերտներ բացելով, որ գիտեք, Իրանի վրա ծավալապաշտական նկրտումներով համալրված ծրագիր եղել է դերևս առաջարկ եղել Օբամայի ժամանակ, հա, Ջո Բայդենին են առաջարկել, Ջորջ Բուշի ժամանակը նման ծրագիր առաջարկվել, ոչ մեկ չի գնացել դրան, բացառապես Թրամփն է, որ գնացել է այդ քայլին, այդ էլ գիտենք շատ դեպքերում ինչի արդյունքում է նաև գնացել։ Ընդ որում ես ձեզ ասեմ, այսօր այն օրն է, երբ որ 56 տարի առաջ հենց այս օրը Եգիպտոսի Բահր ալ-Բաքար ուրեմն բնակավայրի դպրոցին հարվածեցին Միացյալ Նահանգների անմիջական օժանդակությամբ իսրայելական ուրեմն օդաչուները սպանելով տեղի դպրոցի 46 աշակերտների, հա, եւ հիշում եմ, որ այդ ժամանակ էլ պատճառաբանություն էր, որ դա համարվել է ռազմական օբյեկտ։ Հետո որ Մինաբի դպրոցին հարվածեցին, պետք է Իսրայելի օդաչուն ասեր, անկեղծանար եւ ճագերտներ բացեր, որ դա զուտ հրահանգ է եղել, այդտեղ ոչ մի ռազմական օբյեկտ չի։ Հետևաբար չի բացառվում, որ այդ ծերագիրը, քանի որ արկա է, հա, պատմությունը վերակրկնվում է, երբ որ նման դեպքերը չի կանխվում, հետևաբար հասկանում ենք, որ գործ ունենք մի տանդեմի հետ, որը որ չի նայում ոչ քաղաքակրթության, որը որ ռիսկի տակ է դնում եւ ասում է իսպարկը ոչնչացնի, ոչ ուրեմն քաղաքացիականներին, ոչ այսպես կոչված մեր ու մանուկ, ոչ երեխա, ոչ բան։ Հետևաբար ցանկացած սցենար կարող է զարգացում ունենալ, բայց այս պահին ամենահավանական սցենարն է, ընդ որում մեր նախորդ խոսակցության մեջ ասեցինք, որ խոսք էր գնում նաև օտադեսանտային ուժերի ներգրավմանը, բայց այս պարագայում իրենք հասկանում են, որ ուրեմն ցամաքային ներխուժում Իրան դա կատաստրոֆիկ հետևանքներ կարող է թողնել։ Հետևաբար այս պահին հիմա էլ փորձարկում են ծովային պատերազմի սցենարը։ Հիմա երբ Թրամփը հայտարարում է, որ իրենց համար միևնույն է Իրանը կմասնակցի բանակցություններին, թե ոչ, սա արդյոք չի նշանակում, որ այլևս որևէ բանակցության չեն գնալու եւ անզիջում են լինելու իրենց քայլերում։ Առաջիկա Վաշինգտոնում այս պահին տեղեկություններ կա, որ քննարկում են Իրանի դեմ սահմանափակ հարվածները։ Սա գործնականում իրական սցենար է։ Չի բացառվում։ Ինչպես ասեցի, յուրաքանչյուր սցենար, որը չի բացառվում ընդհանուր մինչև քաղաքացիական օբյեկտներին հարվածելով, անունը դնելով ուրեմն ռազմական օբյեկտներ, չի բացառվում նաև ձեր ասած սցենարը։ Իհարկե չի բացառվում։
բայց գալիս ենք այն համոզմանը, թե ինչ կարող է տեղի ունենալ, օրինակ, եթե ինչպես ես ասացի, ծովային առևտրի գլխավոր զարգերակը ամբողջությամբ բլոկավորվի, հա, խոսքը վերաբերում Հորմուզի նեղուցի փակմանը։ Տեսեք, չգիտեմ որքանով է եթերային, ինչ որ հիմա պետք է ասեմ, բայց ամենայն դեպս Իրանը ունի ալտերնատիվ իր տարբերակը։ Եթե անգամ ամբողջ իր ափամերձ հատվածով բլոկավորվի ելքում մուտքը, Իրանը ունի Կասպից ծովը եւ շատ որպես էներգոկիր, էներգոռեսուրսներին տիրապետող երկիր իր նավթի տարհանումը կարող է կազմակերպել Ռուսաստանի միջոցով, որի տարբերակը հիմա քննարկվում է։ Եվ այս մասով այդ կոլապսը, որի ականատես ենք դառնում, մեղմել հնարավոր է այդ ասածս տարբերակով։ Դա ամբողջական լուծումը չի, բայց ուզում եմ ասեմ, Իրանը ելք ունի, որտեղ որ այս պահին Միացյալ Նահանգները ելք չունեն եւ հնարավորություն չունեն վերահսկողություն իրականացնելու։ Այդուհանդերձ Իրանը հայտարարում է, որ յովին վերահսկում է Հորմուզի նեղուցը եւ սպառնում է նաեւ մահացու թակարդներով։ Իհարկե։ Նրանք էլ իրենց մասով ասում են, որ ծովային այդ այն մասերը, որտեղ որ ականապատված են, ականազերծելու են հետ, բայց միաժամանակ, ինչպես ասեցի, այն նավերը, որոնք որ օգտվելու են յուանով, առևտրով, կազմակերպչական այդ ամեն ինչը գծած գրվածը, որ կարող են մուտք ու ելք ունենալ, նրանք ձերբակալվելու են։ Հետևաբար հասկանալի է, որ տարբեր երկրների հետ նաև խնդիր են ունենալու, որովհետև փոքրի շատ է այդ երկրները գոնե ապահովում են իրենց ներքին սպառման համար հնարավորություններ, որը այս պահին արգելափակում է Միացյալ Նահանգները։ Ընդ որում Միացյալ Նահանգները նաև տեսնելով, որ այս պահին ուրեմն իրենց պատկերացրած կուլմինացիան չի տեղի ունենում, փորձում են էլի ներգրավել այն երկրներին, որոնք որ անդամակցում են ՆԱՏՕ-ին, այսինքն ՆԱՏՕ-ին փորձում են էլի ներքաշել պատերազմի մեջ։ Փորձում են, իսկ Թրամփը այս ընթացքում շարունակում է քննադատել այն երկրներին, որոնք մերժում են պարբերաբար, շարունակաբար մերժում են։ Համահրանքով է խոսում նրանց մասին։ Հատկապես Իսպանիայի մասին է խոսքը։ Սրան զուգահեռ Թրամփը նաև քննադատում է Հռոմի Պապին, քննադատական ուղերձ է հղել եւ Հռոմի Պապին Լեոն 14-ին բնութագրելով թույլ հանցագործությունների եւ սարսափելի արտաքին քաղաքական հարցերում։ Նման հայտարարությունները որքանով են տեղին եւ արդյոք չեն թույլատրում Թրամփի դիրքերը նաեւ միջազգային, այսպես ասած, որպես հեղինակություն վայելող հեգեմոն երկրի առաջնորդի։ Տեսեք, հայտնի ժողովրդական խոսք կա, գողը ասում է բռնեք գողին։ Հիմա ինչի մասին է խոսքը։ Մեկը խոսում է խաղաղությունից, ով պատերազմաբեր է, ով ցանկացած կոնֆլիկտ հրահրում է, բայց հետո ժամեր անց ասում է, ես այդ կոնֆլիկտը հանգուցալուծեցի, հա, զավեշ տալի ժանը մարազմատիկ իրավիճակ է եւ ընդհանրապես ես ասում եմ, այդ մարդը օդիոս կերպար է, որը որ ցանկացած իրավիճակում իրեն պետք է ներկայացնի որպես աստվածատուր շնորհքով օժտված անձ, որը եկել է խաղաղություն բերի աշխարհին։ Իդեպ էկրանի վրա տեսեք սոցիալական ցանցում Թրամփը հրապարակել է ուրեմն լուսանկար, որտեղ ինքը հանդես է գալիս Աստծո դերում Փրկչի դերում կարելի ասել, այո, որտեղ զորքն է, զինվորականներն են, աղոթող մարդիկ են, հիվանդ մարդը եւ արդյոք ինչի մասին է վկայում հատկապես այս նմանատիպ ուղերձները իսլամական հանրապետության ուղղված իսլամական հանրապետությանը։ Ընդհանրապես նման մարդիկ, որոնք որ ցայտնոդի մեջ են եւ այսպես իրենց քաղաքականությունը, իրենց ուղեգիծը ֆետիշացված ներկայացնում են, որ դա ի բարօրություն աշխարհի է դա եւ այլն, իրենց թույլ են տալիս նման նաեւ վարկագիծ ժամանակին հիշում եք օրեր առաջ ավելի ճիշտ հadouk հա պաստերների էին հրավիրել տարբեր նահանգներից, որ պետք է ձեռքները դնեն գլուխներին, Աստծո շնորհքը տային իրեն, չգիտեմ, որբիսի նա ճիշտ եւ գրագետ որոշումներ կայացնի եւ այլ։ Հասկանում ես, որ այս մարդը ընդհանրապես ռեալ պոլիտիկի հետ կապ չունի։ Հասկանում ես, որ զարմանալի փաստ է արձանագրում հեգեմոն գերտերության ղեկավար, որին որ տրվել է Միացյալ Նահանգների պես պետություն, բացառապես շարժվում է իր էգոյով, իր Այսինքն սա Միացյալ Նահանգների քաղաքականություն չէ։ Ոչ, իհարկե, այնպես ինչպես պատերազմը, որը դա Միացյալ Նահանգների ժողովրդի պատերազմը չէ, ես բավական բազմիցս ասել եմ ձեր տաղավարում եւս, այս պատերազմը Միացյալ Նահանգների պաշտոնական պատերազմը չէ, ընդ որում ինքը խնդիր ունի այս մասը, որովհետեւ այս ամսվա 28-ին, ապրիլի 28-ին լրանում է այն ժամկետը, որով որ նա
գոնե կարող էր որպես նախագահ իրավունք իրեն վերապահել, որպես օպերացիայի անվան տակ նման գործողություններ իրականացնել, որովհետև պաշտոնապես կոնգրեսը եւ սենատը չի տվել իր համաձայնությունը ռազմական գործողություն ֆինանսավորումն էլ, ընդ որում ասեմ 46 միլիարդ դոլար արդեն շրջանցել է այդ գումարը։ Դուք պատկերացնում եք վաղը մյուս օր նա ինչ պատասխան է տալու։ Ընդ որում աջող գները, հա, նավթի գները Միացյալ Նահանգներում, որը առաջացրել է համաժողովրդական ցասում։ Հետևաբար ինքն էլ է հասկանում, չէ՞ որ ինքը խնդիր է ունենալու։ Իր օրեցօր ռեյտինգը իջնում է։ Ամեն նմանատիպ հայտարարության այս նմանատիպ կարիկատուրան նմանագումների ու կերպարների իր մեջ ձևակերպում ցույց տալով իր ռեյտինգն անգնում։ Իր վարկանիշը զրոյանում է օրեցօր։ Վերջում որոնք են ամենահավանական 3 սցենարները բանակցությունների վերականգնում, սառեցում թե ռազմական բախում։ Ռազմական բախումը ամենահավանական սցենարն է, որքան էլ մենք փորձում ենք, հա, լավատեսորեն հարցին դիտարկել, բայց փաստը այն է, որ երկու կողմը չի ընդգրկում, եւ ես ժամանակին ասացի, որ ես չեմ հավատում այդ հրադադարին, որը այսօր փաստացի տեղի ունեցավ, հրադադարը ժամանակավոր է, ժամերով էր ընդամենը։ Հետևաբար ցանկացած սցենար, որը միտված է ուրանի հարստացման դեմ եւ միջուկային ծրագրի չեղարկմանը, դա դրված է իրանց համար որպես առաջնահերթ պլան եւ պլանի գերակատարումը լինելու է մինիմում լիկվիդացնել այդ ամբողջ համակարգը, այսպես ասած, որը որ իրենց մոտ չի ստացվել, որովհետեւ Իրանի ժողովրդի գերնպատակն է նաեւ, որ չի հրաժարվելու որևէ կերպ նման ուրեմն որը որ վերապահված է եղել մի շարք երկրներ, այդ թվում իրենց են վերապահում, որ ինչու մենք պետք է չունենանք միջուկային ուրեմն ծրագիր եւ ընդհանրապես ուրանի հարստացումը, որը որ ոչ թե տանում է միջուկային զենքի ստեղծմանը, այլ իրենց նպատակների, որտեղ 1000 մի ենթակառուցվածքների համար դա օգտագործվում է։ Առավել եւս, եթե 92 միլիոն եւ ավելի բնակչության սպասարկման համար է, հետեւաբար ուրանը իրենց համար խիստ կարևոր կենսական կարևորությամբ եւ հետեւաբար դա իրենց դոկտրինի մեջ է։ Հետեւաբար պարտադրանքը այդ ուլտիմատումային լեզուն ու Իրանի ժողովրդի համար անհասկանալի է եւ այս համաժողովրդական մոտեցումը, որ կա իշխանություններին կանգնած, հա, թիգունքին կանգնած, դա եւս խոչընդոտում է Միացյալ Նահանգների ծրագրին, որտեղ լավագույն տարբերակը այն էր, որ Իրանի ժողովուրդը դուրս գար, իշխանափոխություն տեղի ունենար, ամբողջ ենթակառուցվածքները տեղի ունենան ամեն ինչ, որը որ կօգներ։ Միակ սցենարը այն որ ասում է կռիվը տան մեջ գցելը եւ տան մեջից, հա, ներքին այդ պարակտվածությամբ, ներքին քայքայումով լինելն է, որը ագանատես չդարձանք։ Իդեպ ուղղակի հիացմունքի է արժանի ժողովուրդը, որ այս օրհասական պայմաններում միասնական են եւ կանգնած են գործող իշխանության կողքին, ինչը ցույց տվեց նաեւ քաղաքակրթություն ոչ չասելու սպառնալիքների օրը ժողովրդի միահամուռ կանգնել ատոմակայանների կողքը, կամուրջներին եւ այլն։ Քանիսն են եկել ու անցել, հա, Լենք Թեմուրի նման եւ այլ, հա, այդպես գրավորների, որոնք որ ասել են, որ այսինչ քաղաքակրթությունները իսպարկը ոչնչացնեն, հողին կհավասարեցնեն։ Դրանք գնացել են այդ մարտիկ, հա, այդպես ամբիցիոզ կերպարները, բայց քաղաքակրթությունները մնացել են։ Ենթադրում եմ նա որպես անց չի գիտակցում, գոնե նախորդները իրեն գիտակցում են, որ խոսքը գնում է խորքային մի պետության մասին, որը որ հազարամյակներով pedagogiություն ու պետություն է ունեցել, որը որ ունի արժեհամակարգ եւ սեփական դոկտրինը, որը որ ունի իր արժանապատվությունը։ Հետևաբար այս մասով իհարկե ես միշտ իմ խոսքում ասում եմ, եթե նա հետամուտ լիներ եւ ժամանակին լսեր այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Բժեզինսկին, հա, Հենրի Կիսինջերը, Իրանի հետ այլ մեթոդ եւ մոդեցում կդրսեւոր, ոչ թե կգնար նման սցենարի, որը բերելու է բացառապես իր կերպարի, իր իմիջի հեղինակազրկման եւ ընդհանրապես Ամերիկայի Միացյալ Նահանգների հեղինակազրկմանը։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք քաղաքական վերլուծաբան իրանագետ Դավիթ Կարապետյանի հետ։ Ցտեսություն։